Հեցը 10 տարիների ընթացքում կատարել է հարյուրավոր միլիոն դոլարի ներդրում, տաշիր կապիտալը հեցում։ Այդ ամեն ինչի հետևողական աշխատանքի, վերազինումների, նույն կիլովատների գողությունների կանխման, ներքին այլ հարցերը լուծելու արդյունքում գոյություն է ունեցել մի այնպիսի համակարգ, որ կարողացել է այնպես անի, որ նվազեն կորուստները։ Հիմա, եթե այդ աշխատանքը, որը որ կատարվել էր տաշիր կապիտալի կողմից, չպահպանվեն, բնական է, կարող է այդ կորուստները ասենք ոչ միայն նվազեն, այլ այդ կորուստներն ավելանան։ Բայց մայիս ամսին, երբ որ տաշիր կապիտալը դիմել էր սակագինը վերանայելու համար, իրենք եղել են վստահ, որ իրենք կարող են այս ամեն ինչը պահեն ու կորուստները ոչ միայն ժամանակավոր նվազեցնեն, այլ այդ կորուստների նվազումը երկարաժամկետ պահել։ Այստեղ մի շատ կարևոր հարցեր մենք պետք է անդրադառնանք, որ Սամվել Կարապետյանը երբ տարիներ առաջ ձեռք էր բերել հեցը, մինչ օրս չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Մինչ օրս ոչ մի դեպքում չի եղել էլեկտրաէներգիայի գնի բարձրացում ու շատ կարևոր ազդակ է ու երբ որ մայիսին դիմել են վերանայելու համար, որ հոսանքի սակագինը էլի իջնի, դա նույնպես շատ գովելի հաստ է տաշիր կապիտալի կողմից, որ մարդիկ փոխանակ բարձրացնեն, բոլորը շատ լավ գիտեն, որ կյանքը ոչ թե օրեցօր այլ տարեցտարի թանկանում է, բայց հոսանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար տարիներ վճարել են նույն գինը առանց ոչ մի ցենտ լումա թանկացման։ Եթե կարելի է ես հավելեմ, տեսեք մենք ինչպիսի իրավիճակ ունենք, օրերս, հակառակ պատկերն է, հենց վարչապետը նշում է, որ հետագայում տարիներ անց հնարավոր է սակագնային պլանի իջեցման պարագայում փոփոխման անհրաժեշտություն, իրենք զուտ պոպուլիստական ձևաչափով հայտարարություններ են անում, որևէ հաշվարկ դրա տակ ներկայացված չէ, այն դեպքում, երբ իրենք են պետությունը, կառավարման մարմինները բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ու ի հեճուկս իրենց վարքագծի ու գործելավոճի, այս պարագայում սեփականատերերը կանխատեսելի առաջարկ էին արել, այսինքն իրենք երբ անգամ մայիսին այս առաջարկը գնագոյացման հետ կապված արել են ու կրկին ընդգծում ենք, ինչու արդյունքում է այդ 3 միլիարդը կուտակվել էր արդյունավետ կառավարման արդյունքում։ Դուք գիտեք, որ խելացի հաշվիչներ են փոխվել կրկին սեփականատերերի միջոցների հաշվին, դրանց շնորհիվ հոսանքի կորուստները նվազեցվել են, մի խոսքով գնալով կառավարման համակարգն է ավելի արդյունավետ դարձվել եւ այլն, ու արդյունքում ոչ միայն իրանք ներկայացրել են, որ այդ 3 միլիարդն է առկա, իրենք արդեն նախապես տնտեսական հաշվարկների հաշվին, որպես արդյունավետ կառավարող մարմիններ ունեցել են նախնական հաշվարկ, որ նոյեմբերի շրջանում կկազմի շուրջ 6 միլիարդ կրկնապատկվելու է այդ գումարը, ու ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հստակ կա արդեն փաստացի ապացույց, որ այս մարդիկ տնտեսահեն մեխանիզմների հիման վրա են իրենց գործունեությունը կազմակերպել, ու ընդհանրապես 2015 թվականին, երբ մենք բոլորս հիշում ենք, թե հեցի շուրջ ինչ իրադարձություններ են, ճգնաժամային վիճակ էր մեր երկրում, Սամվել Կարապետյանը շուրջ 800 միլիոն դոլարի ներդրում է կատարել սնանկության եզրին հասած կազմակերպությունում, եւ ինքը երբ կատարեց, բոլորս հասկանում ենք, չէ, որ 800 միլիոն դոլարը ինչքան հսկայական գումար է ու ինչքան ավելի նպաստավոր միջավայրերում կարելի էր այդ գումարները ներդնել։ Բացառապես ակնհայտ է, որ հայրենանվեր ու ըստ էության բարեգործական միտումներով էլ է եղել այս ներդրումը ու իրենց հաջողել է ընդամենը 5 տարում սնանկության եզրին հասցրած կազմակերպությունը այնպիսի կառավարման ձևաչափի բերել, որ Moody's համաշխարհային կազմակերպությունը տվել է BA2 վարկանիշը, որը ըստ էության մի սանդղակով ավելի բարձր է եղել, քան մեր կառավարությանը 1։ Երկրորդը նաև Սամվել Կարապետյանը այդ սոցիալական խոստումներ տվել, որ ապագա տասնամյակում չի բարձրացնելու հոսանքի սակագինը, պահպանելու է կայունությունը, ու ըստ էության մինչ օրս ոչ միայն մենք ունենք իրավիճակ, որ իր խոստումը տեղ է հասել ու պահպանել է, այլ նաև ունենք իրավիճակ, որ հնարավորություն է ստեղծվել կոնկրետ հաշվարկների, տնտեսական մեխանիզմների միջոցով արդյունավետ կառավարման արդյունքում այդ հոսանքի սակագինը իջեցնելու։ Ու ասեմ ավելին, եթե տրամաբանորեն են մտածում ենք, ես որպես քաղաքացի, ինքս նաև ներկայ էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, քննարկումներին հեցի լիցենզիայի դադարեցման, որը մեկ այլ գործընթաց է
հետագայում քննարկելի ակնհայտ հակաիրավական, այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստափոր զեկույցներ, հա, ներկայացվում հեծի շուրջ խնդիրների եւ այլն, տեսեք, այս սակագնի հետ կապված որևէ լուրջ տնտեսական հիմնավորում չի ներկայացվել, որը կհակասեր եւ երկրորդ ՀՑԿՀ-ն յուրաքանչյուր կիսամյակ ըստ էության ուսումնասիրում է սակագների հաստատումը, նվազեցումը կամ բարձրացումը։ Եթե հնարավորություն կա գոնե 3 տարվա կտրվածքով իջեցնել սակագինը, ապա ինչու չիջեցնել, որն է Նիկոլ, այդ հարցադրումները ճիշտ կլինի մեր երկրի վարչապետին ուղղել, հա։ Եթե դուք ասում եք, որ 3 տարի անց նոր կարող է խնդիր առաջանալ նորից բարձրացնելու սակագինը, ինչու մենք 3 տարվա կտրվածքով այս պահի դրությամբ այդ հոսանքի սակագինը չենք իջեցնում։ Այս կարևորագույն հարցադրումն է եւ երկրորդն էլ, հա, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի դեմքով, որը ըստ էության ինքնավար մարմին է, որը պետք է որևէ, հա, քաղաքական կողմնորոշում չունենա եւ օբյեկտիվորեն հենց իր բնագավառը կարգավորի, իր հաստափոր զեկույցում բազմաթիվ խնդիրներ էր բարձրաձայնում, հենց որոշակիորեն նաեւ սա կարելի էր քաղաքական մանիպուլյացիա համարել, որովհետեւ ես որ կողքից որպես անաչառ դիտորդ, որպես քաղաքացի մեր երկրի լսում եմ եւ այդ գնահատականները ինձ համար ավելի շատ խնդիր են ու քննադատություն են առ իրենց աշխատանք, որովհետև իրենք են եղել այն լիազոր իրավասու մարմինը, ովքեր այս տարիների ընթացքում պետք է հետևեին հեծի գործունեության օրինականությանը, խնդիրներին եւ այլն, եւ ամեն տարի իրենք հաշվետվություններով, զեկույցներով հաստատել են, որ այդպիսի խնդիրներ չկա, եւ մեկ էլ երբ քաղաքական գործընթաց է հեծի շուրջ սկսվում, բարձվում է, բացահայտվում է, չհասած, հա, իրավական այլ խնդիրներին վարպաճեճ վարչարարությանը, հա, ժամկետներին մյուս կողմին ներգրավելու, մոնիթորինգներին, որ ինչպես հասկացանք, մյուս կողմը կրկին, հա, սեփականատերերը ներգրաված չեն եղել եւ այլն, մի շարք խնդիրներ են ի հայտ գալու։ Այդ հաշվետվությունները առաջին հերթին գնահատական էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարիների աշխատանքին։ Իսկ հիմա վերացարկվում ենք այս խնդիրներից, որովհետեւ դրանք ուրիշ օրակարգեր են ու միևնույն է, էլի մնալու են մեր ուշադրության ներքո, այս պահին սոցիալ-տնտեսական հանրային պահանջ ենք ձևավորում։ Կա հնարավորություն, անգամ իրենք չեն հերքում, որ այո, կա այդ հնարավորությունը այս պահին հոսանքի սակագինը իջեցնելու, ու եթե վարչապետը ասում է 3 տարի հետո հնարավոր է խնդիր առաջանա, օքեյ, 3 տարվա կտրվածքով սակագինը իջեցնելը առնվազն պետք է դիտարկած լինեք։ Ինչու եք առանց տնտեսական լուրջ հիմնավորումների դուք օրակարգ դարձնում ու քաղաքական գնահատականներ տալիս այս գործընթացին։